Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն է, բարև ձեզ, շնորհակալություն սիրուն կարգալու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Պարոն Մեհրաբյան, Մոսկվայում ուշագրավ հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Պուտինի միջև։ Պուտինը միջնորդեց, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձինք կարողանան մասնակցել ընտրություններին եւ մերժվեց ըստ էության վարչապետի կողմից։ Նախ կուզեի այս դրվագին անդրադառնանք, ինչու այսպես բացահայտ միջնորդություն տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի կողմից։ Բացահայտ ճնշում է տեղի ունենում Հայաստանի վրա եւ տեղի է ունենալու, այդ թվում նաեւ այդ ուղղությամբ։ Ըստ էության ռուսները շատ լավ են հասկանում, որ Հայաստանի հասարակության կողմից որևէ համակրանք չկա Ռուսաստանի հետ աֆիլիացված որևէ քաղաքական ուժի նկատմամբ, բայց մյուս կողմից էլ Ռուսաստանի պատկերացրած շահը եւ Հայաստանի ընկալումները Ռուսաստանում այնպիսին են, որ Ռուսաստանը իր համար, պարզ ասած, փայ է ակնկալում հետընտրական դասավորությունների մեջ, ոչ իշխանության ձևով, հասկանալը, որ դա հնարավոր չէ, Ռուսաստանը, այսպես ասենք, ռեալիզմ է դրսևորում եւ դա փորձում է անել ընդդիմության հատվածում, հա, պրեֆերանսի նման, եթե չես կարողանում խաղը պատվիրել, ապա վիստերի վրա ես հավակնում, դա էլ մի փոքր, բայց այնուամենայնիվ պլյուս է։ Երկրորդը դա զսպաշապիկ է ապագա իշխանության վրա։ Եվ Ռուսաստանի համար էլ իր այդ հիբրիդային տրամաբանության մեջ դա մի, այսպես, պրոքսիի առկայություն է, որը Ռուսաստանին թույլ կտա ցանկացած իշխանության վրա այդ պրոքսիների միջոցով ճնշումներ գործադրել։ Այսինքն այն նույն տրամաբանությունն է, ինչ կար 21 թվականի ընտրություններից առաջ եւ հետո, պարզապես հիմա այդ գործիքները մաշվեցին, ջարդվեցին, ժանգոտվեցին, ծակվեցին։ Հիմա արկղը բացել են, մի հատ նոր յուղը վրան մի գործիք են դեմ տալիս ու ասում են ահա սա է։ Այսինքն Քոչարյանն այլևս հետաքրքիր չէր Մոսկվային։ Դե այո, չնայած Քոչարյանն ուզում է հակառակն ապացուցել եւ օդիոզ բաներ է խոսում Ռուսաստանին, էստի համեցեք է անում թրիփ Չինաստանի հետ, փայ է խոստանում եւ այլն, ուժեղ դաշնակից, հա, այնտեղ ուժեղ են, չգիտեմ ինչով, այստեղ էլ Քոչարյանը համ ինքն է ուժեղ, համ էլ դաշնակիցը պետք է լինի ուժեղ, հա, եւ այլն, բայց բոլոր առումներով մենք ունենք մաշված մի պրոքսիի հետ, որը այլևս դիսֆունկցիոնալ է եւ Ռուսաստանին պետք է նոր գործիք։ Հենց դրա հետ կապված բարեխոսելն էլ մենք տեսանք ուղիղ եթերում։ Ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացնել մի շատ կարևոր հանգամանքի վրա։ Պուտինը ոչ բարով իրավաբան է եւ դժվար է պատկերացնել, որ բազմադարյա պետության ղեկավարին կից չկան իրավաբան կոնսուլտանտներ, որոնք նախապատրաստում են ղեկավարին, ասենք ինչ-ինչ այցերի, հանդիպումների եւ այլն, եւ Պուտինին հետաքրքրող այս հարցի հետ կապված պատշաճ կոնսուլտացիա չեն արել, էլի, թե Հայաստանի սահմանադրությունում ինչ կա, ինչ սահմանափակումներ կան, ինչ Այսինքն իմանալով է զարտուղի ճանապարհներ կան, իհարկե իմանալով։ Այո, պետք է դեմոնստրատիվ ցույց տալ, որ ինքը թքած ունի Հայաստանի սահմանադրության վրա, ամեն ինչը պետք է լինի խաթրով, այսպես, բայց ըստ էության մենք տեսնում ենք նույն վերաբերմունքը նաև Սամվել Կարապետյանի այդ խմբավորման կողմից, նույն բանը, պարզ բացատրում են, ասում են ընկեր ջան, ասենց կարգը սա է, չէ՞, ասում են կգանք փոխենք ձեր կարգը։
Էս են ասում։ Եվ ըստ էության մենք տեսնում ենք այո նույն ձեռագիրն է, նաև տեսնում ենք թե այդ պահվածքը Հայաստանի ներսում որտեղից է սերում։ Ահա այստեղից։ Մի հատ էլ ժավելով կմաքրեք այս մոնիտորը, այն մասը։ Պարոն Մերաբյան, ըստ էության վարչապետը բացատրեց, որ ամենայն հարգանքով Ռուսաստանի Դաշնության անձնագրի նկատմամբ չի կարող այդ անձը մասնակցել ընտրություններին, անունը չտալով։ Պուտինը Եվ ցանկացած անձ, ով նաև գրպանում ռուսական անձնագիր ունի կամ այլ երկրի անձնագիր։ Քաղաքացիությունը դա հակասում է մեր սահմանադրության օրենքներին, որևէ արձագանք չեղավ Պուտինի կողմից, բայց հաջորդեցին մի շարք հայտարարություններ Օվերչուկի կողմից, որոնք ըստ էության նաև սպառնալիք էին իրենց մեջ պարունակում, այդ թվում նաև հայկական բիզնեսի համար Ռուսաստանում, հարցեր նաև երկաթուղու հետ կապված իր հայտարարությունների, սա ինչ է նշանակում։ Նաև, այո։ Սա ինչ է նշանակում, որ Հայաստանի առաջ դրված է, այսպես ասենք, 2013 թվականի սեպտեմբերի 3-ի գործիքակազմը իհարկե էապես նվաղած, որովհետև այսօր Ռուսաստանը բավականին փետրահան եղած է, բացի դրանից էլ իրողություններ են փոխվել, Ռուսաստանը չունի այն հավաքածուն, որը կար սեպտեմբերի 3-ին, որը դրեցին Սերժ Սարգսյանի առաջ, ասում են մեկ գիշեր, ես համաձայն չեմ, ընդամենը 2 ժամն էր բավական, որ հետո այն թուքը չորացած, այն թուրքերեն բառ չեմ ուզում օգտագործեմ, սագագիրը, հա, նենց բացեց եւ կարդաց։ Որ ինչ կասում։ Հիմա ըստ էության դրա ռիմեյքի փորձ է արվում, բայց ավելի նվաղ գործիքակազմով, բայց նաև փոխված հանգամանքներում։ Սերժ Սարգսյանի իշխանությունը կոռումպացված էր, Սերժ Սարգսյանը լեգիտիմության լրջագույն խնդիր ուներ, հասարակության հետ լրջագույն խնդիր ուներ, վրան էլ մարտի 1-ի արյունն էր, եւ նախոցելի էր ներսում եւ Ռուսաստանի համար լայն դաշտ էր բացվել մանևրի համար։ Այս պարագայում լեգիտիմության հետ խնդիր չկա, կոմպրոմատ չկա ուղղակի։ Ինչ պիտի ասեմ Բագրատ Գալստանյանը քաղբանտարկյալ է, էլ ջահանդամն է։ Բացահայտ ասացին, որ քաղաքական հայացքների համար ինչ-որ մարդիկ կան, նրանք ովքեր ավտոբուսների վրա օրինակ յուղ էին ուզում լցնել իրենց ընկալմամբ։ Այո։ Դե հիմա գիտեք ինչ կա, Պուտինի բարեխոսած բոլոր այդ մարդկանց ես հիպոթետիկ ասենք ֆիգուրալ եմ էլի ասում, պետք է նույն պուտինյան մեթոդները գործածել։ Իհարկե խոսքը ես դաժան մարդ չեմ եւ նավիճոկ չեմ առաջարկում, բայց նույն ձևով Են երբ որ հենց Պուտինի անունը տալիս են կամ Ռուսաստանի անունը տալիս են, դրանից հետո միանգամից ռուսական իրավապահ այսպես կոչված այդ գեստապոյական պրակտիկաների տակ պետք է դրվեն, որ հասկանան իրանք ինչ են քարոզում մեր համար։ Չնայած մյուս կողմից էլ նրանք էլ ազնիվ չեն, որովհետև նրանք հանգստանում են Հունաստանում, թորնիկներ են ունենում Ամերիկայում եւ այլ, բայց ոչ թե Մագադանում կամ, չգիտեմ, Չելյաբինսկում, հա, ու ոչ թե կալոշ են հագնում ու բուդկա Մոսկվիչ են քշում, այլ քշում են արևմտյան արտադրության մեքենաներ, արևմտյան դիզայնով կոստյումներ են հագնում եւ այլն։ Չէ՞։ Նրանք Ռուսաստանը մեր համար են ուզում։ Ոչ իրենց։ Ամբողջ խնդիրն է սա, իսկ սա ազնիվ չի, առնվազն։ Հիմա ինչ է Օվերչուկի ուզած էս սպառնալիքներով։ Օվերչուկի հայտարարությունը պոստռեակցիա էր, փաստորեն, այսինքն իմի բերվեց այս խոսակցությունը եւ Օվերչուկը արդեն որպես սպիկեր Պուտինի դիրքորոշումը ռեզյումեն, այսպես ասենք, արդյունքների ներկայացնելու լիազորություն ստացավ եւ ներկայացրեց Հայաստանի այս պահի դրությամբ արկա խոցելիությունները։
նաև սպառնալով այդ խոցելիությունները օգտագործել ընդդեմ Հայաստանի, եթե Հայաստանը իրենց համար ոչ հաջող որոշում ընդունի։ Ուզում եմ ասել, որ այդ բոլոր խաղերի դեմ կա հստակ հակախաղ։ Ամբողջ հարցն այն է, որ մենք պետք է պատասխան տանք գործնական հարթության վրա եւ ընդհանրապես այդ գործիքակազմը զրոյացնենք։ Դրա տարբերակները կան։ Երկաթուղին, այո, Հայաստանը չպետք է ընկրկի եւ անկախ էս անհոդաբաշխ ձայներից, որը ճահիճներից արձակվում է, այո, այդ կոնցեսիոն կառավարումը պետք է խզվի։ Դա իրենց շատ է անհանգստացնում։ Անհանգստացնում է թող չքորեն։ Ուզում ասել, սա այդչափ կարևոր հարց է իրենց համար։ Այո, քաղաքականապես կարևոր է։ Տնտեսական առումով, ել եմ ասում, այս երկաթուղին իրենց համար ոչ մի բան է, առանց այն էլ։ Բայց լծակ է։ Այո, լծակ որպես լծակ։ Սա շատ կարևոր է։ Բայց մյուս կողմից էլ կներեք ռուսական ներկայություն ցանկացած միջազգային պրոյեկտում տոքսիկ է, եթե մենք թունավորում ենք մեր տիրույթը Ռուսաստանի ներկայությամբ, ոչ մեկ մեր հետ չի ուզենա գործ ունենալ։ Եվ մենք խոսում ենք խաղաղության խաչմերուկ եւ այլ եւ այլ, ուրեմն այսպես կամ RЖD կամ խաչմերուկ։ Հայաստանի դիլեման սա է։ Հետևաբար Հայաստան այստեղ չպետք է ընկրկի։ Այո, շրջանառվում է ղազախական երկաթուղային ընկերությանը այս կոնցեսիան փոխարինել, սա լավագույն տարբերակն է, որը Ռուսաստանը կարող է ուղղակի երազել։ Դեմքի փրկության մասին է, էլի խոսքը։ Այսինքն արևմտյան ինչ-որ տարբերակ չի, դե հա, եմ ասում, ուղղակի Ռուսաստանի զգացմունքները հաշվի առնող լավագույն որոշումը սա է, չնայած եթե քոնը չէ, ինչ տարբերություն թե ումն է, հա։ Բայց մենք այստեղ եւս շահ ունենք, որովհետեւ Ղազախստանը մի պետություն է, որը ինքն է շահագրգռված, որպեսզի այս փոխկապակցվածությունը կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Սա շատ կարեւոր է։ Այսինքն սրան նայում է ոչ միայն որպես բիզնես պրոյեկտ իր ընկերության համար, այլ որպես ռազմավարական շահ, որը համընկնում է մեր ռազմավարական շահի հետ, մեր կենսական շահի հետ։ Եվ այստեղ մենք ունենք բավականին լայն դաշտ համագործակցության ղազախական կողմի հետ։ Դա մեկ, երկրորդը, դա էլ կապակցված արդեն այս գաղափարի հետ։ Գազից են խոսում։ Այո, ղազախական գազը ոչ հիմա, բայց տրանզիտով կարող է անցնել Հայաստանով դեպի Եվրոպա, Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով եւ Հայաստանի համար ամենաշահարկային պայմաններով մենք կարող ենք այդ գազից օգտվել։ Իսկ մինչ այդ էլ նաեւ համապատասխան իրավապայմանագրային բազա ստեղծելով ղազախական կողմի հետ մենք կարող ենք այդ հարցը լուծել այո Ադրբեջանի հետ։ Բայց քան ասում ենք փոխկապակցվածություն, առևտրային եւ այլ, այո, որոշ ժամանակ դեռ Վրաստանի միջոցով, իսկ ինչ-որ X ժամանակ էլ անց, ոչ շատ երկար, նաև արդեն ուղիղ կապով եւ հետո էլ ղազախական գազը կցվի Ադրբեջանին եւ մի մեծ մագիստրալ խողովակ, որը կտանի կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա Հայաստանի միջոցով։ Սա մեր շահն է եւ թող Պուտինն էլ չդնի Եվրոպայում $600 է, 600 եվրո է, ձեզ մոտ այսքան է, այնքան է։ Մեզ մոտ կարող է նույնիսկ դրանից էլ ավելի էժան լինի, այնպես ինչպես ավելի էժան է Վրաստանում, քան Հայաստանում։ Սա երկու, երրորդը ատոմակայանը։ Կներեք, այստեղ մեր աչքի առաջ հենց Ուկրաինայի օրինակն է։ Ուկրաինան ունի ահռելի ատոմային էներգետիկա։ Հայաստանի գործող ատոմակայանը մեկին մեկ նույնն է ուկրաինական արևմտյան Ուկրաինայի Ռովնոյի ատոմակայանի հետ։ Մեկին մեկ հզորությամբ, նույնիսկ արտաքին տեսքով։ Եվ Ուկրաինան այսօր բնական է, չէ՞, որ Ռոսատոմի հետ չի համագործակցում։ Դրանք բոլորը ռուսական սովետական պրոյեկտով սարքած ատոմակայաններ են։ Աշխատում է Westinghouse Electric-ի հետ ամերիկյան, դրա եվրոպական դուստր ձեռնարկության հետ, որը
եւ սերվիսն է ապահովում, արդեն յուրացրել է այդ սովետական եւ ռուսական տեխնոլոգիաներով ատոմակայանների այդ սերվիսը ամբողջական ծավալով եւ առավիքի մատակարարումը։ Այո, մենք ուրիշ տարբերակ չունենք, որովհետեւ սենց ամեն անգամ մեր քթից բերելու են նոր ատոմակայանը թույլ չտալու համար, որ սարքենք առանց իրենց կամ իրենցից բացի որևէ մեկի հետ կանենք, մեզ դա պետք չի, որովհետև ատոմակայանը դա նաև ռազմավարական օբյեկտ է, որը ունի նաև անվտանգային չափում եւ բնականաբար մենք մեր անվտանգային այսպես հայեցակարգերը չենք կարող կապել Ռուսաստանի հետ։ Դեպ նաև հապկի մասով, քան որ անվտանգությունից խոսեցինք, ձեր կարծիքով այս սառեցված վիճակը բավարար է։ Ըստ էության Պուտինը արդեն անձամբ եկավ, սենց ասենք էլի, զրոյացնելու բոլոր այն խոսակցությունները, որոնք նաև Հայաստանում կային, չէ՞։ Երբ որ Սալավյովներ ասում նույն բան ասում են, դե լավ նա լրագրող է։ Հա? Ռուսաստանի արտգործնախարարության հակասանիտարական քարտուղարներ ասում, դե լավ, դե նա ընդամենը մամլոք քարտուղար է։ Ալեն Սիմոնյանն էլ ասում էր սեկրետարշա եւ այլն։ Բա սա ի՞նչ է։ Սա ռուսական պետության մոտեցումն է։ Այո, ինչ արել եմ, լավ եմ արել, բայց դրանում ես պետք է մեղադրեմ քեզ ու դու պետք է դա կուլ տաս։ Սա է ասում, որ Հայաստանը իբր մեղադրում է Ռուսաստանի Ղարաբաղի համար, ոչ, Հայաստանը տեսնում է Ռուսաստանի կողմից Ալմաթիի դեկլարացիայի խախտում, ընդ որում Ռուսաստանը դա խախտում է ոչ միայն Հայաստանի պարագայում չճանաչելով ըստ էության մինչև հիմա, որ ձեր եւ Ադրբեջանի սահմանները հիմնվում են Ալմաթիի դեկլարացիայի հիման վրա, այն ինչ ասում է պաշտոնական Երևանը ու այն ինչի տակ ստորագրել է պաշտոնական Բաքուն։ Ռուսաստանը դա խախտում է նաև Ուկրաինայի պարագայում, Վրաստանի պարագայում, Մոլդովայի պարագայում։ Սրա մասին է խոսքը։ Եվ այս ամենի մասին պետք է ուղղակի արդեն այլևս բարձրաձայնել, որ իրենց հայտնի ավանդական կենթանու տեղը այնել հրապարակային չդնեն, էլ։ Իսկ ո՞նց է ստացվում, որ Պրահայի այդ հայտնի հռչակագրի համար Հայաստանին մեղադրում է Պուտինը եւ Հայաստան տեղական ընդդիմությունը։ Դուք գնացիք Պրահա, դրա համար Ղարաբաղը հանձնվեց։ Ներողություն, եթե մենք չենք պաշտպանվում Ալմաթիի դեկլարացիայով, նշանակում է մենք հարցականի տակ ենք դնում մեր սահմանները։ Պրահան հենց դրա մասին էր։ Վերահաստատվեց Հայաստանի կողմից ընդունումը, որ արդեն ընդունված էր, ստորագրված էր եւ ընդունված էր Ալմաթիի դեկլարացիայի դրույթները, եւ Ադրբեջանն էլ բերվեց այդ դաշտ մի պատճառով, որ Հայաստանը ապահովագրի իր միջազգայինորեն ճանաչված սահմանները, որովհետև Սովետը փլուզվել է հենց այդ սահմաններով։ Ուրիշ սահման չի եղել, որ միջազգայինորեն ճանաչված է, եւ Հայաստանը չէր կարող կասկածի տակ դնել իր սահմանները, բայց երբ որ Ադրբեջանն է մեր սահմանակիցը, այո, նաեւ խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է։ Ես ասում եմ, այս ամենը նաև վատ կոմունիկացիայի արդյունք է, որը դաշտ է բացում Պուտինյան պրոքսիների կողմից Հայաստանում նման պրոպագանդա տանելու համար։ Եվ սա Պուտինյան պրոպագանդա է։ Մենք ուղղակի վկան դարձանք այս ամեն ինչի։ Եվ մի հարց էլ է մնում այդ արտահանումը, չէ՞, որ դե դուք 1 միլիարդ 1.2 միլիարդի ձեր տնտեսությունն ինչ-որ շատ է աճում բան, մեր շնորհիվ, այդ որ շնչում ու արտաշնչում եք մեր շնորհիվ է։ Ուսման կարմրախայտն էլ ինչ էին ասել, նորվեգականի է նման հայկական եւ այլն։ Ու մեկ էլ միանգամից այն Ռոսսելխոզնաձորը կամ Ռոսսելխոզսպեցնազը միանգամից շլագբաումները սկսեց փակել, չէ՞։ Ո՞վ ձեր բանը։ Գնացեք ձեր կալոշի մեջից կաշա կերեք։ Մենք այնպես չի, որ տեսեք իշխանության կողմից
Չկա համապատասխան ուղերձ հայկական բիզնեսին, որ էլ է շուկայից ձեռ քաշեք, ձեզ ասենք 2 տարի ժամանակ, որովհետև ձեր պատճառով պետությունը ունենում է խնդրեմ, ու պետությունն էլ նաև պետք է այդ շուկաների հետ կապված համապատասխան դիվանագիտական աշխատանք տան։ Այստեղ հեռանկարային է թվում նույն ղազախական շուկան, որը ընդունակա կլանելու հայկական այդ ողջ ուրեմն արտահանումը, դե իսկ մեր պրեմիում դասի ապրանքատեսակներն այո Եվրոպայում պետք է դռները բացվեն եւ մենք այստեղ նաեւ եվրոպացիների հետ ունենք աշխատելու։ Սա շատ կարևոր է։ Եվ այո պետք է հստակ ուղերձ լինի մեր բիզնեսին, որ եկեք ձեր բիզնես պլաններում արեք համապատասխան փոփոխություններ։ Սա մեր քաղաքականությունն է, որովհետեւ Իսկ այնտեղ հետո ոչ թե գնացեք կախվեք, հետո էլ ասում եք դե մենք կախված ենք, ինչ եք կախվում։ Մի կախվեք, կամ եթե կախած եք, այդ կախված տեղերից իջեք, կամ իջնելու մասին մի հատ ոնց որ ասում են խնդիր դրեք։ Հիմա երբ Overchuk օրինակ խոսում էր այնտեղի մեր բիզնեսմենների մասին, սա հավելյալ լծակի չունենք։ Մարդիկ ովքեր ինչ-որ գործունեություն են ծավալում հայ ազգի։ Հարցը հետևյալն է, ինչ-որ դա Հայաստանի բիզնեսը չի։ Մինչդեռ բայց սա լծակ է, որ կօգտագործվի ընտրություններին ընդառաջ, ինչ-որ մարդիկ են կոնսոլիդացնում բերում այստեղ քվեարկելու այդ բիզնեսմենների միջոցով։ Այո, պետությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է մեր հայրենակիցներին կամ նախկին հայրենակիցներին առաջարկել դառնալ ապագա հայրենակիցներ։ Ձեռք քաշել այդ բիզնեսներից, որքանով հնարավոր է շուտ վաճառել, քանի դա հնարավոր է, որովհետև վաղը հնարավոր չի լինելու, եւ թողել գալ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանում բիզնես չունի։ Հայերն ունեն ժամանակին։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի տարիներին Հայաստանից գնացածները, որ գնացել էին ուղղակի ընտանիք պահելու համար, հիմա նրանց ստիպում են պայմանական Ռոբերտ Քոչարյանի համար աշխատել Հայաստանի Հանրապետության դեմ։ Ահա թե ինչա տեղի ունենում։ Իսկ Overchuk-ներն էլ այո շանտաժ են անելու դրա համար։ Սա նշանակում է, որ այո գիտեք ինչ, եվրոպական շատ լեզուներում, այդ թվում նաև անգլերենում պոգրոմ բառը ռուսերենից է եկել, էլի ջարդ, հասկանում եք։ Դա այդ երկրին բնորոշ է, հասկանում եք։ Հետևաբար հետո երբ որ ասում են 2 միլիոն, այդ ես ակնկալում եի, որ վարչապետը հենց իրենց իսկ ներքին գործերի նախարարության վիճակագրությունը կմցնի աշկը, էլի, որ ուղիղ 2 անգամից ավել հա պակաս է հայերի թիվը, ոչ թե 2 միլիոն չի։ Պարոն Հայրապյան 900 չեմ հիշում 64 թե 84 հազար, 1 միլիոն էլ չկա։ Իհարկե բազմաթիվ են նաև հայկական ծագմամբ ռուսաստանցիներ, ում ռուսացրել են։ Այո։ Այո։ Հիմա ինչ հնարավոր։ Եվ դա էլ սպասվում է մեզ, բա այսքան դպրոցներ, ռուսական այդ աղբային բուհերի ֆիլիալներ բերում են Հայաստան, բա ինչի համար։ Հիմա ինչքան խորը։ Իրանց համար հայի իդեալական կերպարը դա Ֆիլոս Արա Աբրամյանն է եւ Սիմոնյան Մարգոն։ Մենք այդպեսին պետք է լինենք, որպեսզի լինենք իրենց համար հաճելի։ Ու մոտավորապես 10,000 հայ գլուխ են կերել արդեն Դոնբասում։ Ոնց որ թե աչքների քիչ է երևում։ Իսկ ինչքան խորը կլինեն այդ ճնշումները, ընտրություններն ընդառաջ, եթե իմի բերենք Overchuk-ի սպառնալիքները։ Ինչքան խորը, խորությունը կախված է երկու հանգամանքից։ Մեկը Ռուսաստանի ունեցած հնարավորություններից, որը վստահ եղեք ամբողջությամբ օգտագործվելու են, եւ մեր կարողությունից հարված պահելը։ Այդ երկուսի համադրությամբ էլ կորոշվի այն խորությունը, որով նրանք կմիջամտեն։ Երբ որ իրենց ձեռքերն ու ոտերը կտրենք պորտալարի հետ միասին, ոչ մի խորություն էլ չի լինի։ Եթե պետք է բալանսավորենք կամ չգիտեմ ինչ անենք, ժամանակ դες ինչ խորություն ասեք կարող է լինել։ Հիմա անկախության առաջ են դնում Հայաստանին ԵՏՄ, ԵՄ այդ խոսակցությունը եւս եղավ Մոսկվայում, որ անհամատեղելի է սա։ Իրենք չեն դնում։ Դա պարզ ճշմարտություն է։
Երբ կարող է Հայաստանը այս վերջնական որոշումը կայացնել։ Հայաստանը պետք է օր առաջ այդ ընտրությունը կատարի, ուզի թե չուզի։ Ոչ թե ես տեսեք իրատեսությունը, հա, ցույց է տալիս հաշվի առնելով Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև թշնամությունը, պատերազմ են վարում իրար դեմ, ըստ էության, կամ խոստանում են պատերազմ, կամ պատրաստվում են պատերազմի։ Այս պայմաններում երկարաձգելը հնարավոր չի լինելու։ Մեր կողմերում չեզոք չեն լինում։ Մեր կողմերում պետք է լինել խելամիտ ոտնատակ չընկնելու համար։ Իսկ խելամտությունը թելադրում է, որ մենք օր առաջ այդ ընտրությունը կատարենք։ Կշռադատելով թե սպառնալիքները, թե մեր շահերը որն է եւ որը չէ, ոչ ուրիշին խափենք, ոչ էլ ինքներս մեզ, որը ավելի վտանգավոր է։ Հետևաբար մենք պետք է այո սահմանափակենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որովհետև իրավապայմանագրային բազան Ռուսաստանի հետ, որը մինչ օրս շարունակվում է իներցիայով, այլևս համարժեք չէ այն իրողություններին, որոնք կան Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Եվ կարևոր չի, որ վարչապետն ասում է ամենայն հարգանքով, ինչն ես հարգում։ Դրանց ինչն է հարգելու արժանի, հարգելու բան չկա։ Մեկ եւ երկրորդը հարգանքը փոխադարձ։ Սա առողակարգային հայտարարություններ են, այսինքն, այո, եւ պետք է բառացի չընդունենք այդ ամենը։ Սա ընդհանրապես ոնց որ ասում են շնորհքի հարց է եւ ուրիշ ոչինչ։ Ի վերջո պետության ղեկավարը, այլ ոչ թե քաղաքական փորձագետ, հա։ Հիմա եթե ընտրությունները ավարտվեն են ելքով, որ քաղաքացիական պայմանագիրը կարողանա մեծամասնություն ձևավորել, սա լրացուցիչ մանդատ կտա ձեր նշած քայլերը իրականացնելու ուղղությամբ։ Որովհետև Մոսկվան, ինչպես նշեցի, կոնսոլիդացրել է բոլոր ռեսուրսները, եկեղեցի, գործուղված բիզնեսմեններ էստեղ, տեղական գործակալներ, հիբրիդային այլ գրողներ, այո։ Իդեպ ռազմաբազայի հետ կապված այդ տեղեկատվությունն այդպես էլ ոնց որ շարունակություն չունի, դա արդյոք այդպես չէ։ Եղել է դա թե չի եղել, հետաքննություն տարվել է թե ոչ, տարվում է թե ոչ, եւ այլն։ Այս բաները շատ վտանգավոր են։ Ի վերջո պետք է ֆիքսենք, որ ռուսական ուժային ներկայություն Հայաստանում այլևս պետք է օր առաջ դադարեցվի, այլ ոչ թե ասենք, չգիտեմ, տեսադաշտում դեռ չի ծածկում, հենց ծածկի կմտածենք, ծածկում ամեն ինչ։ Մեր պետությունը այսօր այնպես չի, որ ինստիտուցիոնալապես շատ ուժեղ է։ Ինչու՞, որովհետև նման է մի դժվար մանկություն ունեցած մի երեխայի, որի փորում ճիճու է ընկել։ Բուժեք այդ երեխային։ Շնորհակալություն պարոն Մերաբյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Civic-ի տաղավարում հյուրընկալել էի Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանին, բաժանորդագրվեք Civic-ի YouTube-յան ալիքին, մեր մյուս թողարկումները բաց չթողնելու համար կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։